Rate limiting-ը արգելք չէ։ Դա API-ի անվտանգության գոտին է, որ նորմալ օգտատերը չտուժի ուրիշների պատճառով։ Rate limiting-ը կանոն է, որ մի IP հասցեից կամ օգտատիրոջից որոշ ժամանակահատվածում թույլ է տալիս միայն որոշակի քանակի request-ներ։ Սերվերը պահում է հաշվիչ, օրինակ 60 վայրկյանում 100 request, եթե սահմանը անցնում ես, պատասխանում է 429 status կոդ ու ասում է, թե երբ կրկին փորձես։ Տեխնիկապես սա հաճախ անում են token bucket-ի նման։ Որ rate limiting-ը չխանգարի նորմալ traffic-ին, պահիր 3 կանոն։ Թույլ տուր կարճ ժամանակահատվածում մի քանի request, բայց երկարատև բարձր քանակը վերահսկիր token bucket-ով։ Լիմիտները մի դարձրու գլոբալ։ Մեծ ռիսկ պարունակող endpoint-ները, օրինակ login, password reset, sign up, խիստ սահմանափակումներով, read endpoint-ները ավելի ցածր սահմանափակումներով, write endpoint-ները միջին խստության։ 429 status կոդ տալիս պարտադիր վերադարձրու rate limit header-ներ։ Այդպես client-ը կարող է ճիշտ retry անել։ Նույն կանոնները տալ բոլորին դա սխալ է։ Մեկ այլ սխալ միայն մեկ սերվերի մեջ հաշվելն է։ Երբ ունենք multi-instance, այդ դեպքում պետք է shared store, օրինակ Redis, որ կանոնները ընդհանուր լինեն։ Շատ կարևոր է հետևել լոգերին եւ մետրիկաներին։ Արդյոք 429 status կոդը շատ է, արդյոք միայն բոթերին ենք ուղարկում, եւ եթե ինչ-որ բան այն չէ, արագ հայտնաբերել եւ ֆիքսել։